Հայաստանում 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում կենսաթոշակների և երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը կիրականացվի անկանխիկ եղանակով։ Ազգային ժողովում 2021 թվականին ընդունված օրենսդրական փաթեթի համաձայն 2022 թվականի հունվարի 1-ից վճարումն արդեն իսկ անկանխիկ էր արվում, սակայն Ազգային ժողովը հնարավորություն էր տվել որոշակի դժվարություններ ունեցողների համար դեռևս կանխիկ գումար ստանալ։ Նրանց թվում են անձինք, ովքեր ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն, 75 տարին լրացած կենսաթոշակառու են, 14 տարին լրացած թոշակառու են կամ լիազորագրով կենսաթոշակ ստացող։ Այս խմբերի ներկայացուցիչները գումարը կարող էին ստանալ իրենց ընտրությամբ կանխիկ կամ անկանխիկ եղանակով։ Ներկայումս իրենց թոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստանում են կենսաթոշակառուների և նպաստառուների 10%-ից էլ պակաս քաղաքացիներ, շուրջ 52,000 անձ։ Նոր կարգավորմամբ նրանք նույնպես կանցնեն անկանխիկ եղանակի, սակայն կառավարությունը կսահմանի սահուն անցման մեխանիզմներ։ Նշենք, որ քաղաքացիներն ինչպես անկանխիկ առևտուր կարող են անել, որի դեպքում կգործի հետվճարի մեխանիզմը, այնպես էլ կանխիկացնել գումարն ու կանխիկով ծախսել։ Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում, պարզելու, թե ինչ դժվարություններ կարող է առաջացնել նոր կարգավորումը։ Եթե տալիս են, իհարկե շնորհակալ կլինենք, եթե թոշակները պետք է ավելացնեն, հա։ Չեն ավելացնում, անկանխիկ են տալիս, այսինքն ամբողջը տալիս են քարտային տարբերակով։ Չէ, ես համաձայն չեմ ալավեր։ Ինչու՞։ Դժվարացնում է։ Հա։ Նորմալ է իմ համար, ճիշտ կողք չեմ։ Կարողանում եք քարտից օգտվել, միայն քարտով առևտուր Ես անել։ քարտը տալիս եմ իմ հարցին, ինքը նայել այդ հարցերը լուծում։ Ես թոշակառու մարդ եմ։ Չեք կարողանում։ Չէ, ես չեմ կարողանում։ Ոչ մի բանի էլ չեմ ուզում խոսեմ, որովհետև ոչ մի դրական բան չեմ տեսնում։ Մի լավ բան մեզ համար չեմ տեսնում, թոշակառուների մասին է խոսքս։ Դժվարություններ առաջացնում եք քարտով վճարումներ անել։ Չի, բայց երբեմն լինում է կանխիկ գումար է պետք լինում, պիտի գնաս հանես։ Եթե դա լավություն եք անում իբր թոշակառուների, այնպես արեք, որ թող հանեն, ինչ է լինում։ Էլի ձեր բյուջեն չի մտնում։ Ճիշտ եմ ասում։ Իսկ հարմար էր, երբ եւ կանխիկ էին տալիս եւ քարտով էին փոխանցում։ Ինչի՞ չէ, շատ հարմար էր։ Երբեմն պետք է լինում։ Նենց բոլոր տեղերում չի, որ ընդունված է քարտը, կամ ուզում եմ մեկին գումար նվիրեմ, քարտից ոչ եմ կարող անել։ Պատճառիչն է, որ քարտով են տալիս։ Դա ասում եմ, պետք է քարտային տարբերակով վճարումներ անեք, առևտուր։ Ինչ անում են, իօԿ-ը իրանց են անում, իօԿ-ը ժողովրդի ոչ մի բան չեն անում։ Շնորհակալություն։ Դժվարեցնում է քարտից օգտվելը։ Ինչ։ Քարտերից չեք կարողանում օգտվել։ Որ քարտը բանում փոշտում մուծում են, հաշվում են դրանք բան մուծած, չէ, բոնուս չի գալիս։ Ինչի համար։ Եթե մարդ 40,000 է ստանում, հիմա ինչ անի, հացի տա, թե բանի, կոմունալ վճարումներ անի։ Շատ լավ եմ վերաբերվում, ուրախ եմ, որ բարգավաճում ենք, բարելավում է ժողովրդի կյանքը, շնորհակալ ենք մեր Նիկոլ Փաշինյանին։ Իսկ տարեցների համար դժվար չէ միայն քարտով գնումներ կատարել։ Օրինակ ես անձամբ ասեմ, իմ տատիկի համար շատ դժվար էր, բայց ես նրա օգնականն եմ եւ թոշակը երբ պետք էր անվեր, ես էի դա անում։ Մի երկու անգամ եկավ ինձ հետ, սովորեցրեցի, ոնց պետք է անի եւ արեց։ Աստիճան։ Չէ, վատ եմ վերաբերվում, որովհետև առանց գումար ենք ման գալի, բացարձակապես, կարող է ես ուզում եմ մեկին մի 10 դրամ տամ, կամ ուզում եմ հարևանից տամ գնա ինձ համար հաց առնի, որովհետև հիվանդ ենք, չեն կարող ամեն րոպեի չնենք, հետո այդ քարտը տամ, հետո ես այդ քարտի այդ հարևանից աչյոտը ոնց եմ պահանջելու քարտերով, կարող է ինքն իր համար էլ ինքը, չեմ ասում, ես հարևանները շատ լավն եմ, բայց տարբեր մարդիկ են լինում, ունենց որ սխալ է, մենակ քարտով սխալ է, պետք է գումար էլ լինի։ Ոնց գտնում են, ճիշտ է տենց անում են էլի։ Ես հələ թոշակ չեմ ստանում, որ ստանամ նոր կերևա։ Իսկ տարեցների համար դժվարություններ չեն առաջանում։ Դե են, որ չեն կարող քայլեն, նենքան հիվանդ մարդիկ կան, չեն կարող այդան քարտով ստանան, բայց առևտուր անողը կանի էլի չգիտեմ, չեմ անում։ Անկախ սխալ է։ Ոնց մտածում եմ սխալ է։ Միշտ խոսում են, չէ, իշքան ժամանակ, սխալ է։ Ավելի լավ է թոշակը 30-ա դառնա 40, քան թե ոնց որ 10 ձեռքիցս վերցնես, 20% ավելանում է։ Ես ամբողջ օրը պետք է կախվեմ,
խանութներից, որ իրանց մնացած ապրանքը ես տանեմ տուն ուտեմ։ Սխալ է, ես այդ բանը չեմ ուզում ուտեմ։ Սիթիներից այդքան չեմ օգտվում, ասենք, 1000-ից 1։ Սխալ է։ Չէ, դա ճիշտ չի, ոնց կարա, մարդիկ փողոցում են, առևտուրում դրսում են, շուկայում, ամենտեղ չի կարող։ Նպատակահարմար չեմ գտնում։ Դա իմաստը չեմ տեսնում նպատակը։ Ինչ դժվարություններ կլինեն։ Դժվարություններ, որ մարդիկ չեն կարող առևտուր անել։ Պետք է գնան սուպերմարկետներ երևի միայն։ Նման կարգի բան։ Եվ ես իմաստը նպատակը չեմ տեսնում, դա չի ծառայում նպատակային։ Սովորական։ Հարմար է քարտով առևտուր անել։ Ես ինչ սկսվել է, ես միշտ էլ քարտով եմ։ Դժվարություններ չեն առաջանում։ Չէ, ոչ մի դժվարություն չկա։ Ավելի հեշտ, ավելի հարմար է, քան թե ասենք կանխիկ։ Իսկ գիտեք այլ թոշակառուների կամ նպաստառուների ում դժվար է քարտով օգտվել։ Մտածում են, որ դժվար է։ Եթե սկսեն, հեշտ կլինի։ Նման բան չկա։ Ավելի հարմար է դա։ Իսկ հարմար էր, երբ նաև կանխիկ գումար էին տալիս։ Դե կանխիկ գումար կարող եք հանել։ Ես թոշակառու եմ։ Ես պետք է լինում հանում եմ։ Մի 10,000, 15,000 անում եմ, մնացածը չնայած ընդամենը 45,000 է։ Լավ է, որ տալիս են այդ թոշակը, տարեց մարդկանց, բայց որ կանխիկ չեն տալի, այդ մարդկանց համար դժվար է։ Դժվար կլինի օգտվել է։ Այսինքն ինչ եղավ, որ այդ նպաստը իրանց համար դառնում է մի հատ լրացուցիչ խնդիրների լուծում։ Քարտով եմ ստանում ես։ Կողմեք դրանց։ Կողմեք այդ որոշմանը։ Ավելի լավ է, հեր չեմ կարող կոստալ։ Հայաստանի օրենսդրությամբ 1993 թվականին դրամական փոխադրումների մասին օրենքով գրված է դրամը, այդ ամենավճարային միջոցն է, կանխիկ դրամը։ Հիմա այդ խոսքով արդեն բացատրեցի։ Կանխիկ դրամով դու կարաս ամեն ինչ անես։ Եթե դու կտրում ես կանխիկ դրամի շրջանառություն, դու արդեն պետություն չես, տալոն տվեք, հացի տալոն տվեք, հոսանքի տալոն տվեք, դա ավելի ճիշտ կլինի։ Այդ կանով։ Բեմ եմ։ Ճիշտն ասած ես դա առաջ օրից որ լսել եմ, շատ լավն է, բայց որ այդքան թոշակը ես սպասեմ ինչ որ մի բան առնում եմ, էդի կարողա մյուս ուրիշ բան եմ առնում։ Ես էդի չունենամ իմ գրպանը, որ ես կարողանամ առնել։ Այդ որոշումը, այդ իրավունքը շատ լավ է, շնորհակալ եմ կառավարությունից։ Իսկ նորմալ է, ինչ է, ցիվիլ է։ Ամբողջ աշխարհում դա ընդունված է։ Ավելի լավ է ընդհանրապես չտան պրծնեն, ոչ էլ այդքան խոսան, ոչ էլ կանխիկ ու անկախիկ դարձնեն։ Միևնույնն է ոչ մի яրա չի սաղացնում այդ տվածները, այնքան քիչ է։ Էն էլ ապրիլի 1-ից, չգիտեմ, ամբողջ կյանքում աշխատում ես, դնում ես, բայց այդ վաստակած հանգիստը չես տեսնում։ Դա սխալ բան է։ Անկախիկը որն է, ասենք, ասում է տալիս եմ գնա առևտուր արա, այդ փողը մեկը նա ասում է այդ թոշակը 10,000 որ տամ թոշակառուն ինչ պետք է անի, իրան պետք չէ, ասում է թող բիզնես անի։ Բիզնեսի համար փող է պետք, այդ դասողը հասկանում է այդքան բան։ Բիզնես են անում, 2 միլիոն վարձ է տալի խանութին, այսօր տակ տված չի կարում առևտուր անի, մի 3-4 միլիոն էլ դրել է գործի մեջ։ Թոշակառուն ինչ ունի, ես 50,000 թոշակ եմ ստանում, ինչով բիզնես անեմ, դեղերը ջեբս, կոմունալները վրես, պետք է խելացի արտահայտություն անել, որ ժողովուրդն էլ գովա, մի հոգի կող կլի այդ ասածից, 10,000 այսօր 1,000-ն էլ թոշակառուի համար մեծ գումար է, 1,000-ը, ոչ թե 10,000-ը իհարկե առավել ևս։ Ես արդեն վաղուց եմ քարտով անում, թոշակի քարտով ես անում եմ առևտուր։ Նույնիսկ իմ համար նորություն չի։ Ուղղակի ուրիշ տատիկները պետք է մտածեն, թե իրանց ձեռա տալիս, թե ոչ։ Հիմա էլ անկախիկ։ Ո՞նց եք վերաբերվում դրան։ Ես եմ։ Լավ էլի։ Վատ։ Ինչու՞։ Ինչ դժվարություններ։ Թոշակառու կատուն տալիս դուրս չի գալի։ Սխալ է դա, սխալ։
որտեվ իմ ծնողոց մեծ մարդը ինքը չի կարողանում քարտով ոչ մի առևտուր անել։ Դա սխալ է։ Թող մնա ոնց մարդիկ ուզում են, այդպես էլ վարվեն։ Թող իրանց փոխեն, ոչ թե քարտերը փոխեն։ Շատ սխալ։ Ես իմ թոշակը ես ինքս ստանամ, ինքս էլ օգտագործեմ, ինչի պետք է անկախեք ստանամ։ Ճիշտ է թե չէ։ Դժվարություններն ա, որ ասма գնա սիտեից առևտուր, ես որ դիսկ ուզեմ, դից էլ կառնեմ։ Նորմալ է, ինչ կա, ինչ տարբերություն։ Դժվարություններ չեն լինում։ Չէ, ինձ համար չէ, չգիտեմ, ինձ համար չէ։ Նորմալ է։ Վերջերս սոցիալնախարարը ելույթ ունեցավ, ասեց դրանք բոլորը այսինքն ասել էին, որ կանխիկ պետք է չստանա, ասեց դրանք սուտ են ստանալու են ժողովուրդը, բայց եթե 30,000 առևտուր անելու դեպքում 20% մեր կառավարությունը ավելացել է, այդքան է, էլի, ուղղակի մենք ուրախանում ենք էլի դա, թե հիմա ինչքան ավելացել, գուցե մենք լսենք, ասենք, որ 3-4,000 բնա, ես չգիտեմ точно։ Դժվարություններ չեն լինի անկախիկ։ Ինչպես։ Անկախիկի դեպքում դժվարություններ չեն լինի մեծ։ Դա դժվարություն, այո։ Ուղղակի եթե ես ասեմ, ես չեմ դժգոհում, բան չեմ, ճիշտ է, որպես տոնականի համար, այսինքն շատ քիչ է, էլի, բան, այդ ոչ մի կերպ բավական, մի կերպ յոլա ենք տանում, էլի, բայց շատ գոհ ենք, էլի։ Չէ, ես քարտով չեմ կարողանում անել։ Ես միանգամից կանխիկ ստանում եմ, ասենք շուկա եմ գնացի, ինչպես պետք է անեմ անկանխիկ։ Դրա համար որոշ մարդիկ բողոքում են, ձեր չի տալի ասում են մեզ։ Բայց որ երևի մտածեն այդ ուղղությամբ, ինձ թվում է, չգիտեմ։ Հրաշալի։ Ինչու՞։ Շատ ավելի մաչելի, շատ ավելի լավ։ Մեր մեծ ասակներին մի քիչ շատ ենք թերագնահատում, էլի, որ իրանք չեն կարող, լավ էլ կարողում են, լավ էլ օգտվում են, SMS-ով էլ հետևում են իրանց շարժին, ֆինանսական։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Առավել ևս եթե կա քեշբեքի տարբերակը։ Դե առողջական խնդիրներ էլ ունեն որոշները։ Ու ինչ չեն կարող քարտով օրինակ առևտուր անել, գնալ, հասնել սուպերմարկետ։ Դա եմ ասում, չէ՞։ Հեռախոսով էլ SMS-ները ստանում են, թորնիկը կանի, տատիկը կիմանա ինչ եղավ իր գումարի հետ։ Կողմ։ Քարտով հեշտ է առևտուր անել։ Դե նայած վախ։ Դժվարություններ առաջանում են։ Դե հա մեկն է։ Ինչ դժվարություններ են լինում։ Դե մի ասենք չնայես գումարայինի տեսակետով, պետք է նայես էլի հետևես, ինչ ասեմ։ Անկանխիկ եմ ստանում